Բայց եղբայրները գիշերով շտապ ճանապարհ դրեցին դեպի Բերիա Պողոսին եւ Շիղային, որոնք երբ այստեղ հասան, գնացին հրեաների ժողովարանը, քանի որ սրանք ավելի ազնիվ մարդիկ էին, քան թե Թեսաղոնիկեում եղածները։ Սրանք ամենայն հոժարությամբ ընդունեցին խոսքը, ամբողջ ժամանակ քննում էին գրվածքները իմանալու, թե այդ բաները այդպես են։ Նրանցից շատերը հավատացին, ինչպես նաև թվով ոչ սակավ հույն երևելի կանայք եւ տղամարդիկ։ Բայց Թեսաղոնիկեի հրեաները, երբ իմացան, թե Բերիայում էլ Պողոսի կողմից քարոզվեց Աստծո խոսքը, այնտեղ էլ եկան ժողովրդի բազմությունը հուզելու ու գրգռելու։ Այն ժամանակ եղբայրները Պողոսին իսկույն ուղարկեցին, որ գնա մինչև Ծովեզր, իսկ Շիղան եւ Տիմոթեոսը մնացին այնտեղ։ Եվ ովքեր Պողոսին տանում էին, նրան հասցրին մինչև Աթենք, եւ Շիղային ու Տիմոթեոսին ուղղված պատվեր ստանալով, որ շտապ նրա մոտ գան, իրենք վերադարձան։